Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տանը նշեցին կառույցի հիմնադրման տարեդարձը։ Լույսի եւ հավատի 20-ամյա ուղի խորագրի ներքո ներկայացան հաստատության տարբեր դասարաններ, համույթներ։ Հանդիսության մեկնարկին երգչախումբը կատարեց հայրապետական մաղթերքը։ Հանդիսությանը ներկա էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հարություն Վարդապետ Կիրակոսյանը։ Այս օրերին հայորդյաց տներում անցկացվող ուսումնական տարեվերջյան միջոցառումներին հյուրընկալվում է նաև Մայրաթորի Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանի կառավարիչ Տեր Տաճատ Վարդապետ Ծատուրյանը։ Հայոց մարդասիրական ջեմարանը երկսեռ գիշերօթիկ դպրոց է ուսումնական միջազգային չափանիշներով։ Հայր Սուրբը նշեց, որ եկել է հայոց հայրապետի օրհնությամբ, ծնողներին ու աշակերտներին ներկայացրեց Հնդկաստանում գործող հայկական կրթօջախի հնարավորությունները։ Մարդասիրական ջեմարանում սովորում են երեխաներ Հայաստանից ու Սփյուռքից, աշակերտների եւ ուսուցիչների կեցության, սննդի, կրենական պիտույքների, ուսման վարձի եւ աշխատավարձերի ծախսերն ամբողջությամբ հոգում է ջեմարանը։ Ուսուցման լեզուն հիմնականում անգլերեն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան տնօրեն Կարինե Գևորգյանը երախտիքի խոսքեր ուղեց հայոց հայրապետին, Հայ օգնության ֆոնդի Գուլամերյան հիմնադրամին, բոլոր կառույցներին, անհատներին, որոնք օգտակար են եղել հաստատության կայացման գործում։ Ներկաները գնահատանքով հիշեցին նաև տարբեր ժամանակների հոգևոր տեսուչներին, մանկավարժներին, սաներին ու ծնողներին։ Հովը իրականում Հայաստան հողի վրա կառավարում է Գուլամերյան հիմնադրամի նվերը այս հաստատությանը եւ ամեն տարի սովորաբար քննարկվում են հաջորդ տարվա կարիքները, երեխաները զբաղված են, հիանալի շփում է, որակյալ մասնագետներ են, հմտություններ են, գիտելիքներ է, արվեստ է, ամեն ինչ է։ Զբաղվածությունը եւ փորձառություն երեխաների համար։ Այստեղ ոչ միայն մեր սաները արվեստի, գիտության, տարբեր հմտությունների հետ են առնչվում, այլ նաեւ այդ ամեն ինչը ողողում են հոգեվորով եւ ազգայինով։ Դրա համար այստեղից դուրս են գալիս լիարժեք հայ քրիստոնյաներ, լիարժեք քաղաքացիներ, օգտակար, բարի եւ խաղաղ մարդիկ։ Մեր երեխաների մասին է խոսքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան տարբեր դասարաններում սովորում է 300 երեխա։ Նրանք ուսանում են երգի, պարի, կերպարվեստի, արհեստի տարբեր ուղղություններ, տիրապետում են երաժշտական գործիքների, լեզուներ են սովորում։ Հայորդաստանը ոչ միայն կարողանում ենք զարգացնել գեղագիտական ճաշակ, երգ, պարի, երաժշտության դասարաններում աշակերտները ուսանում են, կրթվում են, այլև այստեղ կարողանում են ուսումնասիրում են անգլերեն, ունենք ռուսերենի խմբակներ։ 2006 թվականից այստեղ դասավանդում եմ որպես ժողովրդական պարի դասարանի պարուսույց, շատ վաղուց եւ եղել եմ ուսանող եւ եղել եմ այստեղի ուսուցչուհի։ Սովորում են Աստվածաշնչյան բոլոր պատմությունները, սովորում են Հիսուս Քրիստոսի հրաշքները, առարկները, նաև շատ կարևոր է, որ իրենք արդեն գիտակցում են, ովքեր են աղանդավորներ, ովքեր են հայ առաքելական եկեղեցու զավակներ։ Հայորդաստունը շատ մեծ գիտելիք է տալիս մասնագիտական առումով եւ ոչ միայն մասնագիտական։ Ես դա ասում եմ որպես նաև մարդ, որ եղել է Հայորդաստան աշակերտ, հետո դարձել է մանկավարժ եւ Հայորդաստան ունեցած գիտելիքով հնարավոր է գնալ ավելի առաջ, ավելի բարձրագույն կրթություն ստանալու համար։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնի աշտարակի Գուլամերյան հայորդյաց տան սաները մասնակցում են Հայաստանում ու արտերկրում անցկացվող մրցույթների, արժանանում են գլխավոր մրցանակների, անկախ հետագայում ընտրած մասնագիտությունից ջերմությամբ են հիշում այստեղ անցկացրած ժամանակը, ստացած գիտելիքը, հմտությունները, հոգևոր զրույցները։ 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ տարբեր ժանրերի կատարումներ ներկայացվեցին։ Սովորողների հետ բեմում էին նաև մանկավարժներ ու տարբեր տարիների շրջանավարտներ։